Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամետ Սեիդովը մերժել է Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնելու առաջարկը։ Սոցցանցում գրառմամբ Խանդանյանը նաև տեղեկացրել է ադրբեջանցի պաշտոնակիցն իրեն պոպուլիստ է անվանել։ Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, նշել է Խանդանյանը, հավելելով, որ իր առաջարկը մնում է սեղանին։ Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը նախորդը տեղի էր ունեցել մարտի 18-ին։ Արցախի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 3-ին։ Իրավապահները պարզում են ադրբեջանցի բլոգերի Երևանի կենտրոնում հայտնվելու հանգամանքները, քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս հրապարակային որևէ անդրադարձ չի կատարել դեպքին։ Հիշեցնենք, մարտի 25-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցի երիտասարդը Երևանի կենտրոնում ազատորեն շրջում է, հայտարարելով, թե ինքը պատմական քաղաքում է։ ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը մասնակցելուց Երևանի հրաժարումը հաստատում է, որ Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ արևմուտքի բարեհաճությունը շահելու համար, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Նա հիշեցրել է, Հայաստանի խորհրդարանը նաև պաշտոնապես որոշում է կայացրել անդամակցել Եվրամիությանը։ Ժուրավլյովը նաև հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից հեռանալու դեպքում Հայաստանն արագորեն կկլանվի իր հարևանների կողմից, որոնք դեռևս տարածքային պահանջներ ունեն Հայաստանից։ Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվելու դեպքում քաղաքացիական պայմանագրի ընտրացուցակի համաձայն մանդատը պետք է փոխանցվի Արշակ Օրդուխանյանին։ Նա քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2021 թվականի արտահերթ ընտրությունների ցուցակում 100-երորդն էր։ Օրդուխանյանը Զինար ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ 2024 թվականին ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում զգալի աճ են արձանագրել գլխավոր դատախազության հաշվետվության համաձայն, հատկապես կտրուկ ավելացել են ֆիզիկական եւ հոգեկան ներգործության դեպքերը։ Ընդհանուր առմամբ 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան եւ կենցաղային բռնության 1360 դեպք, որոնցից 1100-ը կամ 81%-ը եղել են ֆիզիկական եւ հոգեկան բռնության դրսեւորումներ։ Արձանագրվել է նաեւ բռնության առանձնապես ծանր դեպքերի եւ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի աճ։ Գազայի հատվածում շարունակվող մարտական գործողությունների ֆոնին Իսրայելն առաջարկել է հրադադար հաստատել իսրայելցի պատանդների կեսին վերադարձնելու դիմաց։ Իսրայելական կողմն առաջարկել է նախատեսվող 40-ից 50-օրյա հրադադարի ընթացքում ազատ արձակել ողջ մնացած 24 պատանդներից կեսին, ինչպես նաև փոխանցել 35 ենթադրյալ մահացածներից գոնե կեսի մարմինները։ Միաժամանակ Reuters-ի հաղորդմամբ իսրայելական բանակը Գազայի բնակչության տարհանման նոր հրաման է տվել, հայտարարելով նախատեսվող ինտենսիվ գործողությունների մասին։ Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը, փրկարարները մինչ օրս հայտնաբերել են 2719 դի։ Մարտի 28-ին Մյանմարում գրանցված 7.7 մագնիտուդով երկրաշարժը զգացվել էր նաև հարևան 5 երկրներում՝ Թայլանդում, Չինաստանում, Բանգլադեշում, Հնդկաստանում եւ Լաոսում։